Ինչ կանեիր, եթե քոր սիրտը պատկաներ մեկին, իսկ կյանքդ խոստացված լիներ ուրիշին։ Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ պատիվն ավելի թանկ է, քան երջանկությունը, որտեղ սիրո մասին շշնջում են միայն գերեզմաններում։ Այս պատմության հերոսուհին կարծում էր, թե իր ճակատագիրը գրված է ծնված օրվանից, բայց նա չգիտեր, որ իրականում կրկնում է 100 տարվա վաղեմության մի ոլբերգություն, որի մասին իր ընտանիքում արգելված է նույնիսկ խոսել։ Այսօր մենք միասին կբացահայտենք, թե ինչպես կարող է մի հնաոճ զարդը բացահայտել մի ամբողջ տոհմի մութ գաղտնիքը։ Բայց ամենակարևորը, դուք կտեսնեք, թե ինչպես է մի պարզ աղջիկ կանգնում անհնարին ընտրության առաջ՝ ընտանեկան պատիվ, թե սիրելիի հետ փախուստ դեպի անհայտություն։ Նրա որոշումը կամ կկոտրի դարավոր անեծքը, կամ ընդմիշտ կկործանի նրան։ Պատրաստ եք սրտի թրթիրով հետևել այս պատմությանը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե ավանդույթները որտեղ են ավելի ուժեղ։ Գիշերը թանձր վարագույրի պես իջել էր Լեռնաշենի վրա, բայց Նաիրայի սենյակում քուն չկար։ Լուսնի սառը լույսը արծաթե գիծ էր քաշել հատակին, լուսավորելով նրա օժիտի համար պատրաստված գործվածքների կույտը։ Այդ ասեղնագործ գունագեղ կտորները, որոնք պետք է խորհրդանշեին նրա երջանիկ ապագան, այժմ թվում էին ճակատագրի ծանր շղթաներ։ Նա փակում էր աչքերը և տեսնում էր ոչ թե Արամի ինքնավստահ դեմքը, այլ Դանիելի բարի, հասկացող հայացքը։ Նրա խոսքերը քարերի և հիշողության մասին արձագանքում էին մտքում, խլացնելով հոր հրամայական ձայնը և հասարակության լուր դատավճիռը։ Նա փորձում էր ինքն իրեն համոզել, որ սա պարզապես հիմարություն է, ժամանակավոր զբաղմունք, որը կանցնի, երբ նա կրի իր հարսանեկան զգեստը։ Բայց սիրտը, այդ անհնազանդ մարմինը, չէր լսում բանականության ձայնին։ Այն բաբախում էր մի ռիթմով, որը խորթ էր այս տանը, այս գյուղին, այս կյանքին։ Հաջորդող օրերին Նաիրան փորձեց խեղդել իր զգացմունքները պարտականությունների մեջ։ Նա առավոտից իրիկուն օգնում էր մորը, ջանում էր ավարտին հասցնել իր վերջին գորգը, հարսանեկան նվերը Արամի ընտանիքին։ Նրա մատները մեխանիկորեն հյուսում էին բարդ նախշերը, բայց մտքերը թափառում էին հին ավերակներում։ Գորգի կարմիր թելերը նրան հիշեցնում էին մայրամուտի գույնը, երբ նա առաջին անգամ խոսեց Դանիելի հետ, իսկ կապույտը նրա աչքերի խորությունը։ Նրա մայրը Սոնան լուռ հետևում էր դստեր տանջանքներին։ Նա տեսնում էր Նաիրայի մտամոլոր հայացքը, նրա հանկարծակի սարսափը, երբ բակում անսպասելի քայլերի ձայն էր լսվում։ Նա տեսնում էր, բայց լռում էր, քանի որ ինքն էլ տարիներ առաջ սովորել էր լռել և հնազանդվել։ Իսկ Շուշան տատիկը, որ նստած էր սենյակի անկյունում, թվում էր, թե կարդում է թորնուհու մտքերը։ Նրա հայացքը լի էր կարեկցանքով, բայց նաև թաքնված անհանգստությամբ։ Կարծես նա գիտեր, թե ինչով կարող է ավարտվել այս պատմությունը։ Դանիելը սակայն չէր կարողանում հաշտվել Նաիրայի խոսքերի հետ։ Սա սխալ է։ Ինչու՞։ Նա, որ սովոր էր գտնել տրամաբանական բացատրություններ հնագույն առեղծվածների համար, չէր կարողանում հասկանալ այս ժամանակակից գաղտնիքը։ Նա սկսեց ավելի հաճախ իջնել գյուղ, հույս ունենալով գոնե հեռվից տեսնել Նաիրային։ Մի անգամ նրանց ճանապարհները խաչվեցին գյուղի միակ խանութի մոտ։ Նաիրան մոր հետ էր։ Տեսնելով Դանիելին, նա գունատվեց և հայացքը թաքցրեց։ Դանիելը պարզապես գլխով արեց, բայց նրա հայացքում այնքան հարցեր կային, որ Նաիրան զգաց, թե ինչպես են ծնկները դողում։ Այդ կարճ հանդիպումը չվրիփեց գյուղի կանանց աչքից։ Շշուկները սկսեցին օձի պես սողել բակից բակ և շուտով հասան Արամի ականջին։ Նրա կասկածները վերածվեցին տագնապի, իսկ տագնապը զայրույթի։ Նա իրենը համարվող կնուջ վրա նետված ցանկացած հայացք ընդունում էր որպես անձնական վիրավորանք։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին մի երեկո, երբ Արամն անսպասելիորեն եկավ Վարդանյանների տուն։ Նաիրան նստած էր տատիկի կողքին և լսում էր նրա հին հեքիաթները։ Արամը մտավ սենյակ առանց թաքելու, նրա դեմքը քարացած էր։ «Նաիրա, պետք է խոսենք», կտրուկ ասաց նա։ Նրանք դուրս եկան բակ։ Գիշերային օդը սառն էր, բայց ոչ այնքան, որքան Արամի ձայնը։ «Ասում են, օտարականի հետ ես հանդիպում», նա խոսեց ոչ թե հարցական, այլ պնդող տոնով։ Նաիրայի սիրտը կանգ առավ։ «Ո՞վ է ասում, դա սուտ է», հազիվ կարողացավ արտաբերել նա։ «Ես հավատում եմ իմ աչքերին, ոչ թե քո խոսքերին։ Ես տեսնում եմ, թե ինչպես ես նայում նրան։ Մի մտածիր, թե հիմար եմ։ Մեր հարսանիքից հետո դու այս տնից դուրս չես գա առանց իմ թույլտվության, հասկացա՞ծ»։ Այդ խոսքերը ոչ թե նախազգուշացում էին, այլ սպառնալիք։ Նաիրան հասկացավ, որ իր բանտի պատերն արդեն կառուցվում են և փախուստի համար ժամանակ գրեթե չի մնացել։ Այդ գիշեր նա որոշում կայացրեց։ Դաժան, բայց անհրաժեշտ։
Նա պետք է հանդիպեր Դանիելին վերջին անգամ, ոչ թե սիրո, այլ հրաժեշտի համար, բացատրելու այն ամենը, ինչ անհնար էր բացատրել, նշանադրությունը, պատիվը, անդունդը, որ բաժանում էր իրենց աշխարհները։ Հաջորդ օրը, պատրվակ բերելով, թե գնում է տատիկի համար լեռնային դեղաբույսեր հավաքելու, նա գնաց դեպի ավերակները։ Նրա սիրտը բաբախում էր վախից և վճռականությունից։ Նա միայն չգիտեր, որ Արամի զայրույթն ավելի խորն էր, քան նա կարծում էր։ Նա այլևս չէր վստահում նրան և որոշել էր ինքնուրույն պարզել ճշմարտությունը։ Եվ հենց այդ պահին, երբ Նաիրան մոտենում էր ավերակներին, Արամը, թաքնված հեռվում գտնվող ժայռերի հետևում էր նրա յուրաքանչյուր քայլին։ Թակարդը լարված էր և զոհը քայլում էր ուղիղ դեպի այն։ Ավերակների քարերը տաք էին կեսօրվա արևից, և օդը լի էր չոր խոտերի ու անանուխի բույրով։ Նաիրան գտավ Դանիելին այնտեղ, որտեղ միշտ, կիսավեր մատուղի մոտ։ Նա խոնարհվել էր մի տապանաքարի վրա և զգուշորեն մաքրում էր հողի շերտը, բացելով հազիվ նշմարվող զարդանախշը։ Տեսնելով Նաիրային, նրա դեմքը լուսավորվեց այնպիսի անկեղծ ուրախությամբ, որ Նաիրայի սիրտը ցավագին կծկվեց։ Նրա բերած դառը լուրը կարծես ավելի ծանրացավ։ «Նաիրա, ես գիտեի, որ կգաս, ես զգում էի», ասաց Դանիելը վեր կենալով։ Նաիրան կանգնեց նրանից մի քանի քայլ հեռու, չհամարձակվելով մոտենալ։ «Ես եկել եմ հրաժեշտ տալու», ձայնը դողում էր։ «Ինչ, ինչու, ես ինչ-որ բան սխալ եմ արել»։ Դանիելի դեմքից ժպիտը անհետացավ, իր տեղը զիջելով շփոթությանը։ Նաիրան խորը շունչ քաշեց, փորձելով ուժ գտնել իր մեջ։ «Դուք ոչինչ չեք արել, պատճառը ես եմ, իմ կյանքը, այն ինձ չի պատկանում, ես նշանաված եմ»։ Վերջին բառը նա արտասանեց շշուկով, կարծես դա մի սոսկալի գաղտնիք լիներ։ Դանիելի համար այդ բառերը հնչեցին որպես ամպրոպ պարզ երկնքում։ Նա մի պահ լռեց, փորձելով իմաստավորել լսածը։ «Նշանված, բայց դու երբեք չես ասել։ Դու սիրում ես նրան»։ Հարցը դուրս թռավ նրա շուրթելից, լի անհավատությամբ և թաքնված հույսով։ Նաիրան գլուխը թափ տվեց, չկարողանալով զսպել արցունքները։ Այստեղ սիրո մասին չեն հարցնում, այստեղ ամեն ինչ որոշում են ծնողները, ավանդույթները, պատիվը։ Ես պետք է ամուսնանամ 1 ամսից։ Խնդրում եմ, հասկացեք, մեր հանդիպումները վտանգավոր են, ինձ համար, նաև ձեզ համար, դուք պետք է հեռանաք այստեղից։ Յուրաքանչյուր բառը դանակի պես խոցում էր նրա սիրտը, բայց նա գիտեր, որ սա միակ ճիշտ ճանապարհն է։ Դանիելը մի քայլ մոտեցավ։ Նրա հայացքում զայրույթ չկար, միայն անսահման տխրություն և կարեկցանք։ «Ես չեմ կարող հեռանալ, Նաիրա։ Ոչ հիմա։ Ես չեմ հավատում, որ սա է քո ուզածը։ Ես տեսնում եմ քո աչքերի մեջ, որ դու ազատություն ես ուզում։ Ես չգիտեմ ձեր օրենքները, բայց գիտեմ, որ սիրտը օրենքներ չի ճանաչում»։ Նա զգուշորեն ձեռքը մեկնեց և բռնեց Նաիրայի ձեռքը։ Այդ հպումից Նաիրայի ամբողջ մարմնով մի տաք հալիք անցավ, որը քշեց տարավ բոլոր վախերն ու կասկածները։ Այդ միակ պահին, այդ հին քարերի լուռ վկայության ներքո, գոյություն ունեին միայն նրանք երկուսը։ Բայց այդ պահը երկար չտևեց։ Ժայռերի հետևից դուրս եկավ Արամի կերպարանքը։ Նրա դեմքը այլայլված էր կատաղությունից։ Նա չէր գոռում, նրա լռությունն ավելի սարսափելի էր։ Նա տեսել էր ամեն ինչ, հպումը, արցունքները, հայացքները։ Նրա համար սա ավելին էր, քան դավաճանություն։ Սա իր տղամարդկային արժանապատվության, իր ընտանիքի պատվի հանրային ոտնահարում էր։ Նաիրան սարսափից քարացավ, բաց թողնելով Դանիելի ձեռքը։ Դանիելը շրջվեց և տեսավ Արամին։ Նա միանգամից հասկացավ, թե ով է նա։ Երկու տղամարդկանց հայացքները բախվեցին, մեկը լի շփոթությամբ և պաշտպանվելու պատրաստակամությամբ, մյուսը սառը, անողոք ատելությամբ։ Նա զգուշորեն ձեռքը մեկնեց և բռնեց Նաիրայի ձեռքը։ Այդ հպումից Նաիրայի ամբողջ մարմնով մի տաք հալիք անցավ, որը քշեց տարավ բոլոր վախերն ու կասկածները։ Այդ միակ պահին, այդ հին քարերի լուռ վկայության ներքո, գոյություն ունեին միայն նրանք երկուսը։ Բայց այդ պահը երկար չտևեց։ Ժայռերի հետևից դուրս եկավ Արամի կերպարանքը։ Նրա դեմքը այլայլված էր կատաղությունից։ Նա չէր գոռում, նրա լռությունն ավելի սարսափելի էր։ Նա տեսել էր ամեն ինչ, հպումը, արցունքները, հայացքները։ Նրա համար սա ավելին էր, քան դավաճանություն։ Սա իր տղամարդկային արժանապատվության, իր ընտանիքի պատվի հանրային ոտնահարում էր։ Նաիրան սարսափից քարացավ, բաց թողնելով Դանիելի ձեռքը։ Դանիելը շրջվեց և տեսավ Արամին։ Նա միանգամից հասկացավ, թե ով է նա։ Երկու տղամարդկանց հայացքները բախվեցին, մեկը լի շփոթությամբ և պաշտպանվելու պատրաստակամությամբ, մյուսը սառը, անողոք ատելությամբ։ Արամը ոչ մի բառ չասաց։ Նա պարզապես շրջվեց և արագ քայլերով հեռացավ դեպի գյուղ։
Նրա այդ լռությունը ավելի խոսում էր, քան ցանկացած անեծք։ Նա գնում էր ոչ թե մենամարտելու, այլ դատավճիռն ի կատարածելու։ Նա իրան հասկացավ, որ ամեն ինչ կորած է։ Փոթորիկը մոտենում էր եւ այն քշելու էր իր ճանապարհին ամեն ինչ։ Վայ, ինչ արեցի։ Շշնջաց նա, ընկնելով ծնկների վրա։ Նա կսպանի քեզ, նա կպատմի հորս, դուք պետք է փախչեք հիմա։ Իրադարձությունները ծավալվեցին կայծակնային արագությամբ։ Մինչ Դանիելը փորձում էր հանգստացնել հիստերիայի մեջ գտնվող Նաիրային, Արամն արդեն հասել էր Վարդանյանների տուն։ Նա ներխուժեց բակ, չնկատելով ոչ մեկին, եւ ուղիղ գնաց դեպի Վարդանը, որը նստած էր թթենու ստվերում։ Հայրիկ Վարդան, ես եկել եմ խզելու նշանադրությունը, նրա ձայնը հանգիստ էր, բայց պողպատի պես սառը։ Վարդանը ցնցվեց, նրա աշխարհում նման բան անհնար էր, դա ավելի վատ էր, քան մահը։ Ինչ ես խոսում, տղա, ուշքի արի։ Ձեր դուստրը անարգել է իմ եւ իմ ընտանիքի պատիվը։ Ես իմ աչքով տեսա, թե ինչպես էր նա ավերակներում գրքախառնվել այն օտարականի հետ։ Յուրաքանչյուր բառը մահակ էր, որ հարվածում էր Վարդանի գլխին։ Վարդանի դեմքը սկզբում կարմրեց, հետո գունատվեց մոխրի պես։ Նա ոչ մի պահ չկասկածեց Արամի խոսքերին։ Նրա համար դստեր մեղքը ակնհայտ էր։ Ամոթի, կատաղության եւ նվաստացման ալիքը խեղդեց նրան։ Նա վեր կացավ տեղից, նրա հսկայական կերպարանքը կարծես ավելի մեծացավ։ Աչքերը վառվում էին ցասումից։ Նա ոչինչ չասաց Արամին։ Նա պարզապես մտավ տուն եւ վերցրեց պատին կախված իր հորսորդական հրացանը։ Երբ Նաիրան, հոգնած ու կոտրված վերադարձավ տուն, նրան դիմավորեց մահու չափ լռությունը։ Մայրը լալիս էր խոհանոցում, իսկ հայրը նստած էր հյուրասենյակի կենտրոնում, հրացանը ծնկներին։ Նրա հայացքը դատարկ էր, բայց սարսափելի։ Որտեղ էիր, հարցրեց նա, ձայնը խռպոտ էր զսպած կատաղությունից։ Նաիրան չկարողացավ ստել։ Հայրիկ, ես կարող եմ բացատրել։ Լռիր, որոտաց Վարդանը, դու այլևս իմ դուստրը չես, դու ամոթ բերեցիր մեր տանը, մեր տոհմին, դու մեռած ես ինձ համար, բայց քանի որ ես չեմ կարող քեզ սպանել, դու կամուսնանաս, ոչ թե մեկ ամսից, այլ վաղը, Արամի հետ թե գյուղի վերջին հովվի հետ, ինձ համար միևնույն է, դու կամուսնանաս, որպեսի ծածկես մեր խայտառակությունը։ Նաիրան զգաց, թե ինչպես է գետինը սահում իր ոտքերի տակից։ Հարսանիք, վաղը։ Սա ոչ թե ամուսնություն էր, այլ աքսոր, ցմահ բանտարկություն։ Հուսահատությունը խեղդեց նրան։ Նա փակվեց իր սենյակում, լսելով, թե ինչպես է հայրը դրսից փակում դուռը։ Նա թակարդում էր։ Բայց երբ արդեն թվում էր, թե ամեն ինչ կորած է, դռան տակից մի թղթի կտոր սահեց ներս։ Նա իրան վերցրեց այն։ Դա Դանիելից էր, որը, ըստ երևույթին, կարողացել էր գաղտնի մոտենալ տանը։ Գրված էր ընդամենը մի քանի բառ։ Կեսգիշերին, հին կամրջի մոտ, ես կսպասեմ քեզ, միասին կհեռանանք։ Փախուստ։ Այդ բառը միաժամանակ եւ սարսափեցրեց եւ հույսի շող տվեց։ Բայց նախքան նա կհասցնել որոշում կայացնել, սենյակի դուռը զգուշորեն բացվեց։ Դա Շուշան տատիկն էր, որը պարզվում է ուներ բոլոր դռների բանալիների կրկնօրինակները։ Նրա ձեռքին մի հնաոճ արծաթե վզնոց էր, կենտրոնում սև խորհրդավոր քարով։ Շուշան տատիկի դեմքը լուսնի լույսի տակ թվում էր հինավուրց մագաղաթի պես, որի վրա դարերի իմաստությունն էր դրոշմված։ Նա ոչինչ չասաց, պարզապես Նաիրայի սառը ափի մեջ դրեց ծանր, սառը վզնոցը։ Արծաթը մթության մեջ թույլ շողում էր, կարծես կենդանի լիներ։ Սա քո մեծ տատինն է եղել, իմ մորը, շշնջաց տատիկը, եւ նրա ձայնի մեջ լսվեցին վաղուց մոռացված ցավի արձագանքներ։ Նրա անունն էլ էր Նաիրա, նա էլ էր սիրում մեկին, որին չպիտի սիրեր, մի օտարականի։ Նաիրան զգաց, թե ինչպես է սարսուրն անցնում մարմնով։ Պատմությունը կրկնվում էր։ Ինչ պատահեց նրան, հազիվ կարողացավ հարցնել նա։ Այն, ինչ պատահում է այն թռչուններին, որոնք փորձում են թռչել վանդակից։ Նրան կոտրեցին թևերը։ Բայց մինչև այդ նա պայքարեց։ Այս վզնոցը նրա սիրո եւ նրա ցավի վկան է։ Վերցրու սա, թող սա քեզ ուշ կա։ Դու պետք է ընտրություն կատարես, աղջիկս։ Կամ կմնաս այստեղ եւ կապրես ուրիշի կյանքով, կամ կգնաս քո սրտի հետևից, չիմանալով, թե ճանապարհին ինչ փորձություններ են սպասում։ Ժամանակ քիչ ունես, քո հայրը չի կատակում, նա արդեն մարդ է ուղարկել քահանայի հետևից։ Տատիկի խոսքերը վերջնականապես ցրեցին Նաիրայի բոլոր տատանումները։ Սա այլևս պարզապես սիրային պատմություն չէր, սա գոյության պայքար էր։ Նա սեղմեց վզնոցը ձեռքին եւ Դանիելի գրությունը։ Երկու խորհրդանիշ, անցյալի ողբերգություն եւ ապագայի անորոշ հույս։ Ժամանակը սողում էր դանդաղ, ինչպես տանջանքը։ Նաիրան նստած էր խավար սենյակում, ականջ դնելով տան ձայներին։
Նա լսում էր հոր անհանգիստ քայլերը հյուրասենյակում, մոր զսպված հեկեկոցները խոհանոցից։ Նա զգում էր իրեն որպես դատապարտյալ, որը սպասում է իր մահապատժին։ Նրա մտքում պտտվում էին հնարավոր փախուստի սարսափելի տեսարանները։ Ինչ կլինի, եթե իրենց բռնեն։ Հոր զայրույթը, գյուղի ամոթանքը, Դանիելի համար սպառնացող վտանգը, այդ մտքերը սարեցնում էին նրա արյունը։ Գուցե ավելի լավ է մնալ, հնազանդվել, ընդունել իր ճակատագիրը, ապրել կիսատ, բայց անվտանգ կյանքով։ Նա նայեց պատուհանից դուրս։ Գյուղը խորը քնի մեջ էր, բայց նրա համար այդ լռությունը խաբուսիկ էր։ Նա գիտեր, որ վաղը առավոտյան այդ նույն տների դռներից դուրս կգան մարդիկ, որոնք կդատեն իրեն իրենց լուր հայացքներով։ Նա կդառնա բամբասանքի առարկա, խրատական պատմություն մյուս աղջիկների համար։ Ոչ, նա չէր կարող դա թույլ տալ։ Նա չէր ուզում դառնալ իր մեծ տատի կրկնօրինակը, ապրելով ափսոսանքների մեջ։ Նա իր ձեռքով կգրեր իր պատմության ավարտը, ինչպիսին էլ որ այն լիներ։ Կեսգիշերին մոտ տունը վերջապես խաղաղվեց։ Վարդանը, հոգնած զայրույթից և վշտից, քնել էր իր աթոռին, հրացանը դեռ ձեռքին։ Սոնա, լացից ուժասպառ, պառկել էր իր անկողմում։ Սա Նաիրայի հնարավորությունն էր։ Նա զգուշորեն բացեց դուռը, որը տատիկը կիսաբաց էր թողել։ Յուրաքանչյուր ճռինչ թվում էր որոտի պես։ Նա ոտքի մատների վրա անցավ միջանցքով, շունչը պահած։ Հյուրասենյակում նա տեսավ քնած հորը։ Մի պահ նրա սիրտը լցվեց խղճահարությամբ։ Նա սիրում էր հորը, չնայած նրա դաժանությանը։ Նա գիտեր, որ իր այս քայլը կկոտրի նրան։ Բայց նա նաև գիտեր, որ մնալով ինքը կկոտրվի։ Նա արագ դուրս սողոսկեց տնից։ Գիշերային օդը սառն էր և թարմ։ Ազատության համը գլխապտույտ առաջացրեց։ Նա վազեց։ Վազեց այնպես, ինչպես երբեք չէր վազել իր կյանքում, հեռու իր բանտից, հեռու իր դատավճռից, դեպի անորոշ ապագան։ Հին կամուրջը սև ստվերի պես գծվում էր գետի վրայով հոսող լուսնի արծաթե լույսի տակ։ Դանիելն արդեն այնտեղ էր։ Նա անհանգիստ քայլում էր այս ու այն կողմ։ Տեսնելով Նաիրային, նա վազեց նրան ընդառաջ։ Ես վախենում էի, որ չես գա, շշնջաց նա, զգուշորեն գրկելով նրան։ Նաիրան մի պահ թույլ տվեց իրեն թուլանալ նրա գրկում, զգալով նրա մարմնի ջերմությունն ու անվտանգությունը։ Բայց սա երջանկության պահ չէր, սա փախուստի սկիզբն էր։ Մենք պետք է շտապենք, նրանք կարող են ցանկացած պահի նկատել իմ բացակայությունը, ասաց Նաիրան։ Դանիելի ջիփը թաքցրած էր ծառերի հետևում։ Նրանք նստեցին մեքենան, և Դանիելը առանց լույսերը վառելու զգուշորեն դուրս բերեց այն գյուղական ճանապարհ։ Միայն այն ժամանակ, երբ գյուղի վերջին տունը մնաց հետևում, նա վառեց լուսարձակները։ Ճանապարհի լույսի շերթը կարծես նրանց միակ ուղեցույցն էր դեպի նոր կյանք։ Նաիրան հետ նայեց։ Խավարի մեջ նա այլևս չէր տեսնում իր գյուղը, իր տունը, իր անցյալը։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, և վշտի, և ազատության։ Բայց նրանց փախուստը չէր կարող աննկատ մնալ։ Վարդանյանների տանը մի պատուհան դեռ լուսավոր էր։ Շուշան տատիկը կանգնած էր պատուհանի մոտ և նայում էր հեռացող մեքենայի թույլ լույսերին։ Նա աղոթում էր, որ այս անգամ պատմությունն այլ ավարտ ունենա։ Սակայն գյուղում ուրիշ մեկն էլ արթուն էր։ Արամը, նվաստացումից և վրեժի ծարավից քունը կորցրած, նստած էր իր տան պատշգամբում և նայում էր Վարդանյանների տան կողմը։ Նրա սուր աչքից չվրիպեց հեռացող մեքենան։ Նա միանգամից հասկացավ ամեն ինչ։ Նրանք փախչում էին։ Նրա դեմքին դաժան ժպիտ հայտնվեց։ Նա չէր պատրաստվում թույլ տալ, որ նրանք այդքան հեշտությամբ պրծնեն։ Նա վերցրեց իր մեքենայի բանալիները, սկսվում էր հետապնդում, և նա գիտեր այս լեռնային ճանապարհների յուրաքանչյուր շրջադարձն ու գաղտնի արահետը։ Նրանք հեռու չէին գնա։ Լեռնային ճանապարհը օձի պես գալարվում էր խավարի մեջ։ Դանիելի ջիփի լուսարձակները պոկում էին մթությունից ճանապարհի մի նեղ շերտ, իսկ շուրջ բոլորը անթափանց պատ էր։ Սկզբնական թեթևությունը, որ նա իրան զգացել էր ազատության առաջին րոպեներին, սկսեց իր տեղը զիջել աճող տագնապին։ Նա անընդհատ հետ էր նայում, կարծես սպասում էր, որ խավարից ամեն պահի կհայտնվեն հետապնդողների լույսերը։ Հանգստացիր, մենք գրեթե հասանք մայրուղի, այնտեղ մեզ ոչ ոք չի գտնի, փորձեց հանգստացնել նրա Դանիելը, մի ձեռքով բռնելով նրա սառը ձեռքը։ Բայց Նաիրան գիտեր այն, ինչ Դանիելը չէր կարող իմանալ։ Նա գիտեր իր հոր համառությունը, իր գյուղի չգրված օրենքները և ամենասարսափելին, Արամի վիրավորված ինքնասիրության վտանգավորությունը։ Նա զգում էր, որ իրենք պարզապես փախչում են, այլ ոչ թե ազատագրվում։ Այդ պահին հետևի հայելու մեջ մի պահ թարթեցին երկու լույսեր։ Դրանք արագ մոտենում էին։ Նրանք մեզ գտան, շշնջաց Նաիրան, և նրա ձայնի մեջ սարսափ կար։ Դանիելը նայեց հայելուն։ Չի կարող պատահել, գուցե ուղղակի ուրիշ մեքենա է։
Բայց մեքենան մոտենում էր անբնական արագությամբ, իսկ նրա շարժիչի ձայնը ծանոթ էր, դա Արամի հզոր ամենագնացն էր։ «Բռնվիր», գոռաց Դանիելը և սեղմեց գազի ոտնակը։ Սկսվեց մի խելահեղ մրցավազք գիշերային լեռնանցքում։ Դանիելի հին ջիփը չէր կարող մրցել Արամի նոր մեքենայի հետ։ Արամը հավասարվեց նրանց, և մի պահ երկու մեքենաները կողք կողքի էին ընթանում։ Նաիրան տեսավ Արամի դեմքը այլայլված կատաղությունից։ Նա միտումնավոր հարվածեց իրենց մեքենայի կողքին։ Ջիփը սահեց դեպի անդունդի եզրը։ Նաիրան ճչաց։ Դանիելը հազիվ կարողացավ ուղղել ղեկը։ «Այսպես չի շարունակվի, ես գիտեմ մի կարճ ճանապարհ», ասաց նա և կտրուկ թեքվեց դեպի մի հազիվ նկատելի անտառային արահետ։ Անտառային ճանապարհը նեղ էր ու քարքարոտ, ծառերի ճյուղերը քերծում էին մեքենայի ապակիները, ստեղծելով սարսափելի ճռինչ։ Արամի մեծ մեքենան չէր կարող անցնել այստեղով։ Նրանք մի պահ շունչ քաշեցին։ Նրանք պոկվել էին հետապնդումից, բայց նրանց թեթևությունը կարճ տևեց։ Մի քանի 100 մետր անց ճանապարհը պարզապես ավարտվեց։ Անձրևներից առաջացած սողանքը փակել էր այն, վերածելով քարերի և ցեխի անանցանելի կույտի։ Նրանք փակուղում էին։ «Վերջ, սա վերջն է», հուսահատ շշնջաց Նաիրան։ «Ոչ, դեռ ոչ», վճռականորեն ասաց Դանիելը։ «Մենք կթողնենք մեքենան և կշարունակենք ոտքով։ Մոտակա գյուղը մոտ 5 կիլոմետր է այստեղից, այնտեղից կարող ենք օգնություն կանչել»։ Նրանք դուրս եկան մեքենայից։ Գիշերային անտառը լի էր անհանգստացնող ձայներով։ Յուրաքանչյուր ստվեր թվում էր թշնամի։ Նաիրան սեղմեց Դանիելի ձեռքը։ Նրա միակ հույսն ու հենարանն այժմ այս օտարերկրացին էր, որին նա ճանաչում էր ընդամենը մի քանի շաբաթ։ Երկար տանջալի քայլելուց հետո նրանք վերջապես տեսան գյուղի լույսերը։ Դա փոքրիկ, անմարդաբնակ թվացող մի բնակավայր էր։ Նրանք թակեցին առաջին իսկ տան դուռը։ Դուռը բացեց մի տարեց կին։ Տեսնելով նրանց հոգնած, ցեխոտ տեսքը, նա առանց հարցեր տալու ներս հրավիրեց։ Տանը տաք էր և հարմարավետ։ Կինը նրանց թեյ և հաց տվեց։ Մի պահ Նաիրային թվաց, թե նրանք փրկված են։ Դանիելը խնդրեց օգտվել հեռախոսից, զանգահարելու իր դեսպանատուն։ Բայց գյուղում հեռախոսագիծ չկար։ Միակ կապի միջոցը գյուղապետի մոտի հին ռացիան էր։ Մինչ Դանիելը գյուղապետի հետ փորձում էր կապ հաստատել, Նաիրան նստած էր վարարանի մոտ, փորձելով տաքանալ։ Տանտիրուհին նստեց նրա կողքին։ «Դուք փախչում եք, աղջիկս», հարցրեց նա փափուկ ձայնով։ Նաիրան գլխով արեց։ «Սերը լավ բան է, բայց վտանգավոր, հատկապես երբ դեմ ես գնում քո ընտանիքին»։ Այդ պահին Նաիրան նկատեց կնոջ ձեռքին մի հին, արծաթե մատանի, սև քարով։ Այն զարմանալիորեն նման էր իր վզնոցի քարին։ «Գեղեցիկ մատանի է», ասաց նա։ «Սա իմ տատիկից է մնացել», պատասխանեց կինը։ «Նա էս գյուղից չէր, եկել էր հարևան Լեռնաշենից։ Ասում են փախել էր, որ չամուսնացնեն իր չսիրած մարդու հետ»։ Նաիրայի սիրտը սկսեց բուռն բաբախել։ «Ձեր տատիկի անունը ի՞նչ էր», հարցրեց նա վախենալով լսել պատասխանը։ «Նաիրա», հանգիստ պատասխանեց կինը։ «Նաիրա Վարդանյան»։ Նաիրան զգաց, թե ինչպես է սենյակը պտտվում իր շուրջը։ Նրան մեծ տատը չի մահացել։ Նա փոխել է։ Ուրեմն տատիկի պատմությունը ոչ թե ողբերգություն էր, այլ փրկություն։ Բայց այդ դեպքում ինչու էին իրենց ընտանիքում նրան մեռած համարում։ Ինչու էր Շուշան տատիկը խոսում կոտրված թևերի մասին։ Այդ պահին դրսում շների կատաղի հաչոց լսվեց, որին հաջորդեց մեքենաների աղմուկը։ Դրանք շատ էին, դա միայն Արամը չէր։ Դա ամբողջ գյուղն էր, որ եկել էր իրենց կորած աղջկա հետևից։ Նրանց փրկությունը պատրանք էր։ Նրանք ընկել էին ավելի մեծ թակարդի մեջ, քան այն, որից փախել էին։ Եվ հիմա նրանց դիմաց կանգնած էր ոչ թե մեկ զայրացած փեսացու, այլ մի ամբողջ համայնք, որը եկել էր վերականգնելու իր ոտնահարված պատիվը։ Դրսի աղմուկը մոտենում էր, վերածվելով զայրացած ձայների, մեքենաների դռների շխկոցի և հրամայական բացականչությունների խառնաշփոթի։ Դուռը բացվեց, և ներս խուժեցին մի քանի տղամարդիկ։ Նրանց առջևից գալիս էր Վարդանը։ Նրա դեմքը քարացած էր, աչքերում սառը կրակ։ Նրա կողքին քայլում էր Արամը, որի դեմքին հաղթական, չարախինջ ժպիտ էր։ Նրանք կանգ առան սենյակի մեջտեղում, փակելով փախուստի բոլոր ուղիները։ Դանիելը կանգնեց Նաիրայի առաջ, փորձելով իր մարմնով պաշտպանել նրան։ «Հեռու կաց աղջիկանիցս, անպատիվ», գոռաց Վարդանը, և նրա ձայնը որոտաց փոքրիկ տանը։ «Նաիրա, արի այստեղ»։
Նաիրա դողում էր, բայց չէր շարժվում տեղից։ Նրա հայացքը սևեռված էր ոչ թե հոր, այլ տարեց կնոջ վրա, որը հանգիստ կանգնած էր սենյակի անկյունում։ Այդ կնոջ հանգստությունը անբնական էր թվում այս խառնաշփոթի մեջ։ Դուք սխալվում եք, հայրիկ Վարդան, հանկարծ հնչեց կնոջ հանգիստ, բայց հստակ ձայնը։ Նա ձեր աղջիկը չէ։ Սենյակում մահուչափ լռություն տիրեց։ Բոլոր հայացքները սևեռվեցին նրա վրա։ Վարդանը շփոթված նայեց նրան։ Ինչ ես դու դուրս տալիս, Անահիտ, խելագարվել ես։ Կինը, որի անունը Անահիտ էր, դանդաղ մոտեցավ Նաիրային։ Նրա աչքերը լի էին անսահման տխրությամբ և քնքշությամբ։ Նա նայեց Նաիրայի ձեռքին սեղմած վզնոցին։ Այս վզնոցը իմ մորն է պատկանել, Նաիրային, բայց նա այն չի կրել, երբ փակել է այստեղ, նա այն թողել է իր նորացին դստեր օրորոցում, երբ ձեր հայրը, Տիգրանը, խլեց երեխային նրա ձեռքից և վերադարձրեց Լեռնաշեն, ասելով, թե մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Այդ երեխան իմ քույրն էր, իմ երկվորյակ քույրը, նրա անունը Սոնա էր, ձեր կինը Վարդան։ Նա իրան զգաց, թե ինչպես է գետինը բացվում իր ոտքերի տակ, գլխում ամեն ինչ խառնվեց։ Սոնա, իր մայրը, այս կնոջ քույրն է, ուրեմն իր տատը, Նաիրան, ոչ թե իր հոր, այլ մոր մայրն է, բայց դա նշանակում է, որ Շուշան տատիկը, ուրեմն Շուշան տատիկը, իմ հարազատ տատիկը չէ, հարցը դուրս թռավ նրա շուրթերից, հնչելով որպես խեղդված ճիչ։ Ոչ, պատասխանեց Անահիտը, նայելով ուղիղ Վարդանի աչքերին, Շուշանը քո պապի, Տիգրանի կինն է, նա քո հորթ մայրն է, իսկ քո իրական տատը ես եմ։ Վերջին բառերը որպես մահակ հարվածեցին Նաիրայի գլխին, այս կինը իր տատն է, ուրեմն իր մայրը, Սոնան, այս կնոջ դուստրն է, ոչ, դա անհնար է։ Անահիտը խոսում էր իր երկվորյակ քրոջ Սոնայի մասին։ Ոչ, դուք սխալվում եք, իմ մոր անունը Սոնա է, բայց նա ձեր քույրը չի կարող լինել, շշնջաց Նաիրան։ Անահիտի գեմքին դառը ժպիտ հայտնվեց։ Այո, կարող է, որովհետև ես եմ Սոնան։ Այդ պահին Նաիրայի համար աշխարհը դադարեց գոյություն ունենալուց։ Ձայները խլացան, գույները խառնվեցին։ Նրա հայացքը սառել էր այս կնոջ դեմքին, որը պնդում էր, որ իր մայրն է։ Բայց իր մայրը Լեռնաշենում է, լալիս է խոհանոցում։ Իսկ այս կինը նման է իր մորը, զարմանալիորեն նման։ Նույն աչքերը, նույն ժպիտը, բայց ավելի ուժեղ, ավելի իմաստուն, չկոտրված։ Նրա մտքում կայծակի պես փայլատակեցին հիշողությունները, մոր մշտական տխրությունը, նրա խուսափողական պատասխանները իր մանկության մասին, Շուշան տատիկի տարօրինակ, խղճահար հայացքները, երբ նայում էր Սոնային։ Ամեն ինչ հանկարծ սկսեց իմաստ ստանալ։ Ինչ է սա նշանակում, հարցրեց նա, բայց ձայնը իրենը չէր։ Դա նշանակում է, որ 23 տարի առաջ, երբ ես ծննդաբերեցի քեզ, քո հայրը, Վարդանը, ասաց, որ դու մահացած ես ծնվել, պատասխանեց կինը, որն այժմ իր մայրն էր։ Նա չէր կարող ներել ինձ, որ ես աղջիկ եմ ունեցել, ոչ թե տոհմը շարունակող որդի։ Նա գողացավ քեզ և տարավ Լեռնաշեն, իր խորթ մոր, Շուշանի մոտ։ Իսկ ինձ փոխարինեց իմ երկվորյակ քրոջով, Անահիտով, որը հոգեկան հիվանդություն ուներ և ապրում էր հեռավոր գյուղում։ Բոլորին ասացին, թե ես եմ հիվանդացել ծննդաբերությունից հետո։ Այն կինը, որին դու մայր ես կոչում, նա քո մորաքույրն է, Նաիրա։ Իսկ ես քո իրական մայրն եմ, և ես 23 տարի սպասել եմ այս օրվան։ Վարդանի դեմքը մոխրագույն էր, նա նայում էր Սոնային, իր իրական կնոջը, որին նա համարում էր կորած, և նրա աչքերում սարսափ կար։ Արամը կանգնած էր քարացած, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Իսկ Նաիրան նայում էր իր ձեռքի վզնոցին, հետո իր մորը, հետո Վարդանին, որն այժմ ոչ միայն իր հայրն էր, այլև իր կյանքը գողացող հրեշը։ Ամբողջ նրա կյանքը, նրա ինքնությունը, նրա անցյալը սուտ էր։ Նա ապրել էր մի կյանք, որը իրենը չէր, մի ընտանիքում, որը իրենը չէր։ Եվ այն կինը, որին նա ամենաշատն էր վստահում, Շուշան տատիկը, Գիտեր այս ամբողջ սարսափելի ճշմարտությունը և լռում էր։ Նա ոչ միայն օգնել էր նրան փախչել, նա փորձել էր ուղղել իր ամուսնու կողմից գործած մեղքը։ Այս բացահայտումը ոչ միայն փոխեց ամեն ինչ, այն կործանեց ամեն ինչ։ Այժմ հարցը այլևս այն չէր, թե նա կամուսնանա Արամի հետ, թե կփախչի Դանիելի հետ։ Հարցն այն էր, թե ով է ինքը, Նաիրան, և ինչ պետք է անի այս սարսափելի ճշմարտության հետ, որը հենց նոր վերածել էր իր աշխարհը մոխրի։ Առաջինը լռությունը խախտեց Արամը։ Նրա դեմքին այլևս հաղթական ժպիտ չկար, այլ միայն զզվանք և շփոթություն։ Ինչ կատակներ են սրանք,
Ուրեմն այս աղջիկը հիվանդի զավակ է, ուրեմն իմ ընտանիքը պետք է խնամյանար մի տողմի հետ, որի արյունը մաքուր չէ։ Վարդան, դու խաբել ես ինձ, դու խաբել ես բոլորիս։ Նա թքեց գետնին եւ առանց որևէ մեկին նայելու դուրս եկավ տնից, իր հետ տանելով նաեւ իր մարդկանց։ Նրա համար այս պատմությունն ավարտված էր։ Պատվի հարցն այլևս Նաիրայի արարքը չէր, այլ նրա ծագումը։ Նրա հեռանալով սենյակում լարվածությունը չթուլացավ, այլ փոխեց իր բնույթը։ Արտաքին սպառնալիքը վերածվել էր ներքին, ընտանեկան դրամայի։ Վարդանը կանգնած էր քարացած, նրա հեղինակությունը, նրա աշխարհը փլուզվել էր բոլորի աչքի առաջ։ Նա նայում էր Սոնային, իր իրական կնոջը, ոչ թե որպես սինելի, այլ որպես իր մեղքի կենդանի հիշեցման։ Դու ինչպես իմացար, որ մենք այստեղ ենք, հազիվ կարողացավ կապակցել բառերը նա։ Շուշանը, կարճ պատասխանեց Սոնան։ Նա ինձ ամեն ինչ պատմեց տարիներ առաջ, երբ իր խիղճն այլևս չէր դիմանում։ Նա էր ինձ տեղեկացրել, որ դուք փախել եք, եւ որ Արամը ձեր հետևից է գալիս։ Այդ պահին Նաիրան վերջնականապես հասկացավ Շուշան տատիկի խաղի ամբողջ խորությունը։ Նա ոչ միայն փրկում էր իրեն Արամից, նա վերադարձնում էր իրեն իր իրական մորը։ Վզնոցը ոչ թե պարզապես հիշողություն էր, այլ բանալի, որը պետք է բացեր ճշմարտության դուռը։ Նա նայեց Դանիելին։ Այս ամբողջ ընթացքում նա լուռ կանգնած էր, փորձելով հասկանալ այս անհավատալի դրաման։ Նրա աչքերում կարեկցանք կար, բայց նաև գիտակցում, որ ինքն այլևս այս պատմության կենտրոնը չէ։ Նաիրայի պայքարը վերածվել էր մի բանի, որն ավելի խորն ու բարդ էր, քան արգելված սերը։ Ես պետք է մտածեմ, շշնջաց Նաիրան եւ դուրս եկավ տնից։ Նա պետք է մենակ մնար, պետք է կարգի բերեր իր մտքերը, որոնք փոթորքի պես պտակվում էին գլխում։ Նրա մայրը կենդանի էր։ Նա, ում համարում էր իր մայրը, իր մորաքույրն էր։ Նրա հայրը գողացել էր իրեն։ Նրա տատիկը իր փրկիչը։ Այս բոլոր հակասական զգացմունքները, ուրախությունը, ցավը, զայրույթը, երախտագիտությունը խառնվել էին իրար, ստեղծելով մի անտանելի կոկտեյլ։ Նա կանգնեց գիշերային սառը օդի տակ եւ նայեց աստղերին։ Առաջին անգամ իր կյանքում նա իրեն լիովին մենակ զգաց։ Նա այլևս Վարդանյանների աղջիկը չէր, բայց դեռ իրեն չէր զգում Սոնայի դուստրը։ Նա ոչ ոք էր, անցյալ չունեցող մի մարդ։ Բայց հետո նրա մեջ սկսեց արթնանալ մի նոր զգացում՝ վճռականություն։ Եթե իր անցյալը սուտ էր, ուրեմն նա ազատ էր կառուցելու իր սեփական ապագան։ Նա այլևս պարտավոր չէր ենթարկվել ավանդույթներին, որոնք հիմնված էին ստի վրա։ Նա այլևս պարտավոր չէր հարգել այն մարդուն, որը խլել էր իր կյանքը։ Նրա մեջ ծնվեց մի նոր Նաիրա, ոչ թե հնազանդ զոհ, այլ իր ճակատագրի համար պայքարող մարտիկ։ Նա վերադարձավ տուն։ Սենյակում իրավիճակը չէր փոխվել, Վարդանը դեռ կանգնած էր կոտրված, իսկ Սոնա ու Դանիելը սպասում էին նրա որոշմանը։ Ես վերադառնում եմ Լեռնաշեն, հայտարարեց նա, եւ նրա ձայնը հնչեց ամուր եւ վստահ։ Բոլորը զարմացած նայեցին նրան։ Ինչու, այնտեղ քեզ համար այլևս ոչինչ չկա, ասաց Սոնան։ Կա, պատասխանեց Նաիրան։ Այնտեղ կա մի կին, որը 23 տարի ապրել է ուրիշի կյանքով։ Այնտեղ կա մի կին, որը զոհաբերել է իր կյանքը ինձ մեծացնելու համար։ Ես գնում եմ նրան ազատելու, եւ ես գնում եմ վերցնելու այն, ինչն ինձ է պատկանում, իմ անունը, իմ պատմությունը, իմ կյանքը։ Հայրիկ, նա առաջին անգամ դիմեց Վարդանին առանց վախի։ Դու կգաս ինձ հետ եւ բոլորի առաջ կխոստովանես քո արածը։ Դու կվերադարձնես իմ մորաքրոջը Անահիտին, իր ընտանիքին եւ կխնդրես ներողություն իմ մորից, Սոնայից։ Սա այլևս իմ փախուստի պատմությունը չէ, սա արդարության վերականգնման պատմությունը։ Դանիելը նայում էր նրան հիացմունքով։ Այն ամաչկոտ վախեցած աղջիկը, որին նա հանդիպել էր ավերակներում, վերածվել էր մի ուժեղ անկոտրում կնոջ։ Նա հասկացավ, որ իր դերն այս պատմության մեջ փոխվել է։ Նա այլևս փրկիչ չէր, նա դաշնակից էր, որը պետք է կանգներ այս արտասովոր կնոջ կողքին նրա պայքարում։ Պատերազմը դեռ առջևում էր, բայց այժմ նա իրան գիտեր, թե ում դեմ եւ ինչի համար է պայքարում։ Եվ նա մենակ չէր։ Նա ուներ իր իրական մայրը, իր հավատարիմ սիրելին եւ մի ճշմարտություն, որն այնքան հզոր էր, որ կարող էր քանդել ամենաամուր պատերը։ Լեռնաշեն վերադարձի ճանապարհը լուռ էր, բայց սա այն լռությունը չէր, որը հանգստություն էր բերում։ Սա փոթորքից առաջ լինող խաբուսիկ անդորն էր։ Դանիելի ջիփում նստած էին 4 հոգի, որոնցից յուրաքանչյուրը տարված էր իր մտքերով։ Նաիրան նայում էր առաջ, ճանապարհին, բայց տեսնում էր իր առջև ծառացած մարտահրավերը։
Նրա կողքին նստած Սոնան, իրական մայրը, նայում էր դստերը, փորձելով 23 տարվա բացը լրացնել մեկ հայացքով։ Հետևի նստատեղին Վարդանը կծկվել էր մի անկյունում։ Նրա հսկայական կերպարանքը կարծես փոքրացել էր, իսկ դեմքին ամոթի և պարտության արտահայտությունն էր։ Նա այլևս ընտանիքի հպարտ գլուխը չէր, այլ մերկացված բռնակալ, որին տանում էին դատաստանի։ Եվ Դանիելը, որը վարում էր մեքենան, զգում էր իր աճող պատասխանատվությունը այս մարդկանց համար, որոնց ճակատագրին ինքնակամայից խառնվել էր։ Նա այլևս պարզապես սիրահարված օտարական չէր, նա այս դրամայի անբաժան մասն էր։ Երբ նրանք մտան գյուղ, լուրն արդեն նրանցից առաջ էր հասել։ Արամը, վերադառնալով, չէր լռել։ Նա պատմել էր ոչ միայն փախուստի, այլև Նաիրայի անմաքուր ծագման մասին։ Գյուղացիները դուրս էին եկել իրենց տներից և լուռ, դատապարտող հայացքներով նայում էին նրանց մեքենային։ Այս հայացքների տակ քայլելը ավելի դժվար էր, քան ցանկացած ֆիզիկական հարված։ Նաիրան գլուխը բարձր պահեց, նա այլևս չէր ամաչում, նա եկել էր ոչ թե ներում խնդրելու, այլ արդարություն պահանջելու։ Մեքենան կանգնեց Վարդանյանների տան դիմաց։ Դարպասի մոտ կանգնած էին Շուշան տատիկը և Անահիտը, այն կինը, որին Նաիրան մայր էր համարել։ Անահիտի դեմքին շփոթություն էր, նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ Շուշան տատիկը նայում էր նրանց հանգիստ, իմաստուն հայացքով, կարծես սպասում էր այս պահին իր ամբողջ կյանքում։ Առաջին բախումը տեղի ունեցավ հենց բակում։ Վարդանը, տեսնելով իր խորթ մորը, կարծես ուժ ստացավ։ «Այս ամենը դու ես կազմակերպել, կախարդ», գոռաց նա Շուշանի վրա։ «Դու միշտ ատել ես ինձ, որովհետև ես քո հարազատ որդին չեմ, դու ուզում էիր կործանել իմ ընտանիքը։ Քո ընտանիքը դու ինքդ կործանեցիր այն օրը, երբ գողացար սեփական երեխայիդ և ստի վրա կառուցեցիր քո կյանքը», հանգիստ պատասխանեց Շուշանը։ «Ես ընդամենը վերադարձնում եմ պարտքերը»։ Նաիրան մոտեցավ Անահիտին։ Այդ կնոջ դեմքին դեռ մանկական, միամիտ արտահայտություն կար։ «Մորաքույր», սկսեց Նաիրան, և այդ բառը տարօրինակ հնչեց։ Ես ներևություն եմ խնդրում, մենք եկել ենք քեզ տանելու, դու կվերադառնաս քո քվոջ, քո իրական ընտանիքի մոտ։ Անահիտը վախեցած նայեց Վարդանին, հետո Նաիրային։ Նա սովորել էր ենթարկվել, և այս նոր իրականությունը սարսափեցնում էր նրան։ Հենց այդ պահին Սոնա դուրս եկավ մեքենայից և կանգնեց իր քրոջ կողքին։ Երկու կանայք, որոնք 23 տարի իրար չէին տեսել, նայում էին իրար։ Նրանց նմանությունն ապշեցուցիչ էր, բայց նրանց աչքերում ապրած կյանքի տարբերությունն էր։ Իսկական պատերազմը սկսվեց, երբ Վարդանը հրաժարվեց խոստովանել իր մեղքը գյուղի առաջ։ «Ես ոչինչ չեմ ասի, սա իմ տունն է, իմ ընտանիքը, իսկ դուք», նա մատը թափ տվեց Սոնայի և Նաիրայի վրա, «կորչեք այստեղից»։ «Լավ», հանգիստ ասաց Նաիրան, «այդ դեպքում մենք կդիմենք օրենքին։ Դանիել, խնդրում եմ, զանգահարիր ոստիկանություն։ Մարդու առևանգումը և անօրինական կերպով ազատությունից զրկելը հանցագործություն է»։ Այդ բառերը որպես սառը ցնցուղ ազդեցին Վարդանի վրա։ Ոստիկանություն։ Նրա աշխարհում բոլոր հարցերը լուծվում էին ընտանիքի ներսում։ Օրենքի միջամտությունը վերջնական խայտարակություն կլիներ։ Նա տատանվեց։ Նաիրան հասկացավ, որ գտել է նրա թույլ տեղը, սա նրա առաջին հաղթանակն էր, բայց դա միայն սկիզբն էր։ Վարդանը դեռ ուժեղ էր, և նրա հետևում կանգնած էր մի ամբողջ համայնք, որն ապրում էր նրա օրենքներով։ Նաիրան գիտեր, որ հաջորդ քայլը պետք է լինի ավելի վճռական։ Նա պետք է կոտրել ոչ միայն հոր համառությունը, այլև գյուղի լռության պատը, և դրա համար նա պետք է զոհաբերեր մի բան, որը նրա համար շատ թանկ էր, իր և Դանիելի ապագան։ Նա մոտեցավ Դանիելին։ «Կա մի բան, որ պետք է խնդրեմ քեզ։ Դա շատ դժվար է լինելու, բայց սա միակ ճանապարհն է»։ Նրա աչքերում մի այնպիսի վճռականություն կար, որ Դանիելը հասկացավ, նա պատրաստ է գնալ մինչև վերջ, ինչ գնով էլ որ դա լինի։ Հաջորդ առավոտ Նաիրա իրականացրեց իր ծրագիրը։ Նա խնդրեց Դանիելին գնալ գյուղի կենտրոն և հայտարարել, որ երեկոյան մայրամուտին ինքը, Նաիրա Վարդանյանը, բոլորի առաջ կբացահայտի մի ճշմարտություն, որը կփոխի գյուղի կյանքը։ Բայց նա մի պայման դրեց. ինքը կխոսի միայն այն դեպքում, եթե հրապարակում հավաքվեն գյուղի բոլոր բնակիչները։ Դա համարձակ և վտանգավոր քայլ էր։ Նա իր հակառակորդին կանչում էր մենամարտի իր իսկ տարածքում։ Լուրը կայծակի պես տարածվեց։ Գյուղացիները շփոթված էին։ Ոմանք հետաքրքրված էին, ոմանք զայրացած Նաիրայի լկտիությունից։ Վարդանը փակվել էր իր սենյակում, հրաժարվելով խոսել որևէ մեկի հետ։
Նա հասկանում էր, որ իր դուստրը պատրաստվում է հանրային դատաստանի և ինքն էր լինելու գլխավոր մեղադրյալը։ Օրվա ընթացքում լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Գյուղը բաժանվել էր երկու մասի՝ նրանք, ովքեր հավատում էին Վարդանի անսխալականությանը, և նրանք, ովքեր սկսել էին կասկածել, որ ծխի տակ կրակ կա։ Երբ արևը սկսեց թեքվել դեպի լեռների գագաթը, գյուղի հրապարակը սկսեց լցվել մարդկանցով։ Նրանք եկել էին տեսնելու այս աննախադեպ ներկայացումը։ Նաիրա, Սոնայի, Դանիելի, Շուշան տատիկի և վախեցած Անահիտի ուղեկցությամբ դուրս եկավ հրապարակի կենտրոն։ Նա կանգնեց աղբյուրի մոտ, այն նույն վայրում, որտեղ ամիսներ առաջ տեսել էր Դանիելին։ Նա խորը շունչ քաշեց և սկսեց խոսել։ Նրա ձայնը սկզբում դողում էր, բայց հետո գնալով ամրապնդվում էր։ Նա պատմեց ամեն ինչ, սկսած իր մեծ տատի Նաիրայի ողբերգական սիրուց, վերջացրած իր սեփական կյանքի ստով։ Նա պատմեց, թե ինչպես են իրեն գողացել մորից, ինչպես են նրան փոխարինել հիվանդ քրոջով, և ինչպես է ինքն ապրել 23 տարի, չիմանալով ճշմարտությունը։ Ամբոխը լսում էր շունչը պահած։ Ոմանց դեմքին անհավատություն էր, ոմանց զայրույթ, ոմանց կարեկցանք։ Երբ նա ավարտեց, մի պահ լռություն տիրեց։ Հետո ամբոխից դուրս եկավ Վարդանը։ Նրա դեմքը գունատ էր, բայց աչքերում վճռականություն կար։ Նա հասկացել էր, որ պարտվել է, բայց չէր պատրաստվում հանձնվել առանց կռվի։ «Սա սուտ է», գոռաց նա։ «Այս օտարականը խառնել է իմ աղջկա միտքը։ Նա ամոփ է բերել մեր գյուղին և հիմա փորձում է արդարանալ այս հեքիաթներով։ Իսկ այս կինը», նա մատով ցույց տվեց Սոնային, «ինքնազվանեց է։ Իմ կինը հիվանդ է և իմ տանն է»։ Այդ պահին տեղի ունեցավ անսպասելին։ Անահիտը, որը մինչ այդ լուռ կանգնած էր, մի քայլ առաջ արեց։ «Ոչ», ասաց նա, և նրա բարակ ձայնը հստակ հնչեց լռության մեջ։ «Ես եմ Անահիտը, իսկ սա իմ քույրն է, Սոնան»։ Այդ պարզ խոսքերը ավելի հզոր էին, քան ցանկացած ապացույց։ Գյուղացիները տեսնում էին երկու կանանց, նրանց ապշեցուցիչ նմանությունը և նրանց աչքերի տարբերությունը։ Սուտը փլուզվեց։ Վարդանի վերջին հենարանը կոտրվեց։ Նա մնաց մենակ, բոլորի կողմից մերկացված և դատապարտված։ Բայց կուլմինացիան դեռ առջևում էր։ Նաիրա մոտեցավ հորը։ Նրա աչքերում ատելություն չկար, այլ միայն ցավ և խղճահարություն։ «Ես չեմ ուզում քեզ դատել։ Քեզ կդատի քո խիղճը։ Ես միայն մի բան եմ ուզում. ընդունիր քո մեղքը և խնդրիր ներողություն այն կանանցից, որոնց կյանքը դու կործանեցիր»։ Վարդանը նայեց դստերը, հետո Սոնային, հետո Անահիտին։ Նրա հպարտությունը դեռ պայքանում էր, բայց նրա հոգին արդեն կոտրված էր։ Նա ընկավ ծնկների վրա։ Այդ պահին լեռների հետևից դուրս եկավ լիալուսինը, լուսավորելով այս համառ տեսարանը։ Ընտանեկան պատվի և ավանդույթների ամենամեծ պաշտպանը խոնարհվել էր բոլորի առաջ։ Դա նրա պարտությունն էր, բայց նաև նրա փրկության սկիզբը։ Մի քանի ամիս անց Լեռնաշենը այլևս նույնը չէր։ Վարդանի խոստովանությունը ցնցել էր գյուղի հիմքերը, ստիպելով շատերին վերանայել իրենց հայացքները ավանդույթների և պատվի մասին։ Վարդանը ապրում էր մենակ, խուսափելով մարդկանցից, իր մեղքերի հետ մեն-մենակ։ Սոնան և Անահիտը միասին էին, վերագտնելով իրար և փորձելով լրացնել կորցրած տարիները։ Շուշան տատիկը, իր պարտքը կատարած, հանգիստ էր։ Իսկ Նաիրան, նա գտել է իր ազատությունը։ Նա չմնաց Լեռնաշենում, բայց և չհեռացավ Դանիելի հետ։ Նա հասկացել էր, որ իր ճանապարհը պետք է ինքնուրույն անցնի։ Նա ընդունվեց Երևանի Գեղարվեստի ակադեմիա, վերջապես իրականացնելով իր վաղեմի երազանքը։ Նրա և Դանիելի սերը չմարեց, նրանք գրում էին իրար, հանդիպում, երբ հնարավոր էր, բայց նրանց հարաբերությունները հիմնված էին ոչ թե փախուստի, այլ երկու ազատ մարդկանց գիտակցված ընտրությամբ վրա։ Նաիրան հասկացավ, որ իսկական ազատությունը ոչ թե կանոններից փախչելն է, այլ սեփական կանոններով ապրելու ուժ գտնելը։ Նրա պատմությունը դարձավ լեգենդ, մի պատմություն այն մասին, որ ավանդույթները կարևոր են, բայց դրանք չպետք է լինեն սրտի բանտ, և որ իսկական սերը ոչ միայն հաղթահարում է սահմանները, այլև ազատագրում է հոգին։ Այս պատմությունը ստիպում է մտածել շատ բաների մասին։ Իսկ դուք ինչ եք կարծում, կարելի է արդարացնել Վարդանի արարքը, ընտանեկան պատիվը պահպանելու ցանկությամբ։ Եվ արդյոք Նաիրան ճիշտ վարվեց, չհեռանալով Դանիելի հետ, այլ ընտրելով իր սեփական ճանապարհը։ Կիսվեք ձեր կարծիքներում մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս ամբողջ ընթացքում։